Համառոտ տեղեկանք նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն ուսումնասիրության վերաբերյալ։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2012 թվականի հունիսից 2013 թվականի հունվար ամիսներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով Փարիզի բնակչության եւ զարգացման կենտրոնի զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող գիտնական դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից։ Նպատակն է ուսումնասիրել նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում եւ կանխատեսումներ կատարել մեր երկրի համար հնարավոր հետևանքների առումով։ Հիմնախնդրի էությունը 2011 թվականի հետազոտությունը հաստատեց, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը։ Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել, նախընտրելով տղա երեխա ունենալ։ Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը, 2012 թվականին կազմելով 114 տղա, 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ բնականon է համարվում 102-ից 106 տղա, 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը։ Համանման խնդիր ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ այս երևույթը կարող է ցավոտ հետևանքների հանգեցնել, ներառյալ հանցավորության աճը, տղամարդկանց մեծացող արտագաղթը, կանանց առևանգումը։ Անհրաժեշտ եղավ առանձին վերլուծություն, որը լույս կսփռեր Հայաստանի համար հնարավոր հետևանքների վրա։ Ուսումնասիրության հիմքում ընկած են իրականացման պահին առկա համապատասխան ժողովրդագրական տվյալների բոլոր խոշոր աղբյուրները, ներառյալ 2001 եւ 2011 թվականների մարդահամարների տվյալները, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում հետազոտությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ 2011 թվական, ծննդյան ակտերի գրանցման տվյալները։ Հայաստանում առկա են հղիության սեռով պայմանավորված ընդհատման բոլոր 3 նախապայմանները։ Առաջին, հայաստանյան հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկներից։ Երկրորդ, երկրում առկա եւ հասանելի են համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը եւ խուսափել անցանկալի աղջիկ երեխաներից։ Երրորդ, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ։ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը խախտվել է 1991 թվականից ի վեր։ Եվ ներկայում 114 տղա է 100 աղջկա հաշվով։ Սա համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակներից մեկը։ Վերջին տասնամյակում այդ ցուցանիշը Հայաստանի տարբեր մարզերում տատանվում է 111-ից 124-ի միջև։ Սյունիքում օրինակ այն չափավոր մակարդակի վրա է մնում, իսկ Արագածոտնum եւ Գեղարքունիքում արական սեռի նորածինների գերակշռությունը այսօր ավելի բարձր է, քան Չինաստանում։ Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում տարբերվում է նաեւ ըստ նրա, թե նորածինն ընտանիքում որերորդ երեխան է։ Այսպես, ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների մեջ 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, որն ըստ երևույթին աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Ընտանիքում 2 երեխայից մեկի տղա լինելը բավական է, որպեսզի հայաստանյան ընտանիքներն իրենց վերարտադրողական մտադրությունները համարեն իրականացած։ Վաղ 1990-ականների ներկայի համեմատ կրկնակի եռակի բարձր ծնելիությունը պայմանավորող հստակ գործոն է եղել տղա երեխայի նախընտրությունը։ 1996-2001 թվականներին առաջին եւ երկրորդ ծնունդների մեջ տղաներն ավելի էին, մոտ 9%-ով, այսինքն տղա ունենալու նպատակով հղիությունն ընդհատում էին հիմնականում երրորդ երեխայից սկսած։ Իսկ 2001-2010 թվականներին այս ցուցանիշն անցավ 26%-ը։ Հետևաբար, Հայաստանում այսօր լուրջ խնդիր է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը արդեն առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում։ Վերջին մարդահամարի տվյալներով 1996 թվականից հետո ծնվածների սեռերի հարաբերակցությունը կազմում է 115 տղա, 100 աղջկա հաշվով։ Մինչև 15 տարեկան տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թիվը գրեթե 39,000-ով։ Հայաստանում գոնե մեկ առուզավակ ունենալու ցանկությունը ավելի ուժեղ է, քան Հնդկաստանում ապագա օժիտի պատճառով աղջիկ չունենալու ցանկությունը։ Տղա ունենալու շարունակական փորձերն ի վերջո հանգեցրել են նրան, որ հայաստանյան ընտանիքների մեծամասնությունում տղաները տարիքով ավելի փոքր են, քան աղջիկները։
Այն դեպքերում, երբ երեխայի ծնունդը գրանցում է հայրը, սեռերի հարաբերակցությունը կազմում է մոտ 117 տղա, 100 աղջկա հաշվով, իսկ երբ ծնունդը գրանցում է մայրը, ինչը որպես կանոն լինում է միայնակ մայրերի պարագայում, սեռերի հարաբերակցությունը գրեթե չի տարբերվում բնականոնից։ Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ըստ կանխատեսումների մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93,000 կին կամ ապագա մայր։ Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060 թվականը կհասնի 2000-ի։ Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ խթան հանդիսանալ։ Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով Հայաստանի բնակչությունը մինչև 2060 թվականը կնվազի հավելյալ 80,000 մարդով։ Սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է և այլ հավասար պայմաններում կկազմի մոտավորապես 2,6 միլիոն։